10 տարի առաջ մարդիկ կարող է կարճաժամկետ դիտարկեին աշխատել ռեստորանային ոլորտում։ Վստահել թիմին, դա չի նշանակում թիմին վստահել կատարյալ լինել։ Երբ որ ես ունեմ վախ, որ իմ սխալվելու արդյունքում ինչ որ բաներ կլինեն, ես գուցե դա չանեմ։ Այդտենց թիմերը վերածվում են ճահիճների։ Եթե աշխատակից ունի պոզիտիվ վերաբերմունք, հարցին լուծում տալը ավելի հեշտ կլինի։ Պոզիտիվ մարդիկ ավելի հեշտ են սովորում, ավելի հեշտ են հաղթահարում այդ դժվարությունները։ Երբ որ քո նախաձեռնությունն է, ձեռներդ ես եւ ունես բիզնես, դու իրեն փայփայում ես, ուրիշ կերպ ես վերաբերվում իրեն, ու երբ որ աշխատող ես ընթանում, տպավորությունն է, որ ինքն էլ պետքա վերաբերվի այնպես եւ սիրի այնպես, ինչպես դու ես սիրում։ Մենք ամենալավը սովորում ենք սեփական փորձի վրա։ Ֆինանսական լուրջ խնդրի առաջ է կանգնել եւ թիմի հետ այդ մասին շատ բաց խոսելով ու առաջարկելով, որ յուրաքանչյուրը կարող է շարունակել իր ճանապարհը, օրինակ այլ գործ գտնել, թիմը մնացել է ձեր կողքին։ Եթե երազել, ապա երազել շատ ամբիցիոզ։ Ողջույն եւ բարի գալուս Job.am-ի YouTube-յան ալիք։ Դուք դիտում եք Jobcast-ը։ Այսօրվա իմ հյուրը Արեգ Գևորգյանն է։ Արեգ ջան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ողջույն, ես եմ շնորհակալ։ Սկսենք խոսել ռեստորանային ոլորտի մասին։ Քամանչայում ինչպես է կարողանում կառավարել ձեր թիմը, ինչպես եք մոտիվացնում ձեր թիմակիցներին աշխատանքում։ Ընդգրկուն ծավալուն Բավականին։ Դե հուսամ, որ կարողանում եմ, իրականում այդ գնահատողը կարծում եմ ես չեմ, գնահատողը պետք է լինի արդյունքը, ու առհասարակ եթե խոսում ենք կառավարման մասին, մենեջմենթի մասին, մենք պետք է խոսանք առաջին հերթին արդյունքի մասին։ Իսկ արդյունքները միանգամից չեն երևում, արդյունքները գնահատողը կարծում եմ հատկապես sense հրապարակային մենք չպետք է լինենք, այլ մեր տված գործի արդյունքները։ Նույնն էլ մենեջմենթում, նույնն էլ մեր միկրոմենեջմենթում, մակրոմենեջմենթում, չգիտեմ, մենք առաջնորդում ենք բացառապես արդյունքներով։ Մենք բիզնես ենք, մենք ինչքան էլ որ հանրօգուտության մասնիկ ունենք մեր մեջ, բայց չոր մաթեմատիկական հաշվարկվող բիզնես ենք, ու ստեղ չափազանց չափելի են մեր արդյունքները։ Եթե կա շրջանառության եկամուտների աճ, կա արդյունք, չկա, ուրեմն չկա արդյունք։ Բոլոր օղակները նպաստում են այս հարցին։ Ստեղ մենք պետք է խոսանք թե խոհանոցի դեպքում արտադրողականության մասին, սրահում հյուրընկալության, էմոցիոնալ կապի մասին։ Ռեստորանը այդ իմաստով բավականին բարդ միջավայր է, որովհետև չոր արտադրական process-ները մենք մշտապես ստիպված ենք ամուսնացնել էմոցիոնալ հյուրընկալության հետ, բայց դրանով էլ հետաքրքիր է մեր ոլորտը, կարելի է ասել։ Ու այստեղ բացի նրանից, որ մենք պետքա արտադրական process-ներ կառավարենք, մենք նաև ու առաջին հերթին պետքա կառավարենք հյուրընկալության process-ը, որտեղ հիմքը ու արդյունքը չափվում է հոգատարությամբ։ Դա հոգատարությունն է, որովհետև ու իդեպ ոչ միայն հոգատարությունը հյուրի նկատմամբ, ու առաջին հերթին հոգատարությունը ներթիմային, որովհետև առանց ներթիմային հոգատարության չի կարա լինի արտաքին, այսինքն հյուրի նկատմամբ հոգատարություն, դա բացառվում է։ Կարա լինի ժամանակավոր, կարա լինի մի օր, կարա լինի 2 օր, կարա լինի մի տարի, բայց ինչ որ պահի այդ հիվանդությունը քայքայելու է ամբողջ պրոյեկտը։ Այսինքն ներթիմային, դրական, պոզիտիվ մթնոլորտը, ներթիմային հոգատարությունը ուղիղ ազդում է հյուրընկալության վրա։ Ու ամենևին դա չի վերաբերվում մենակ օրինակ սպասարկող անձնակազմին, հյուրընկալներին, բոլորին, մաքրուհիներից, սպասքի զոնայում աշխատող աշխատակիցներից, օգնականներից, խոհարարներից, մինչև մենեջերներ, տնօրեններ եւ այլն։ Ոլորտը ինքնին բավականին բարդ է, դա երևի թե դուք ավելի շատ կասեք, որովհետև ոլորտում դուք ավելի շատ եք եւ փորձ ունեք, բայց ռեստորանային ոլորտում աշխատակիցներ գտնել, աշխատակիցներ պահելը այդքան էլ հեշտ process չի, արդեն կախված է իսկապես ընկերությունից եւ այդ ներթիմային մթնոլորտից, որի արդյունքում մարդիկ կարող են մնալ ոլորտում կամ լքել գոնե ընկերությունը գնալ
ունենալ այլ ընկերությունում աշխատել։ Այստեղ ենթադրում եմ, որ որոշակի փոփոխություններ ունենք, հա, տենդենսների, օրինակ 10 տարի առաջ մարդիկ կարող է կարճաժամկետ դիտարկեին աշխատել ռեստորանային ոլորտում, այս պահին փոփոխությունները բավականին մեծ են եւ ակնառու, երբ որ մարդը կարող է մտնել ոլորտ եւ ունենալ որոշակի հեռանկարներ ոլորտի հետ կապված։ Օրինակ պաշտոնի բարձրացում, առաջխաղացում, մատուցողը դառնա մենեջեր կամ նման օրինակ ինչ որ բաներ։ Դուք ինչ փոփոխություններ եք տեսնում ոլորտում, արդյոք նկատելի են այդ տենդենսները ձեզ համար։ Նայեք, իրականում այն խնդիրը, որ դուք ասում եք, հա, հոսքայնությունը կամ կարճաժամկետ բանը, ընկալումը մեր ոլորտի, դա հիմա էլ կա։ Պետք է ենթադրեմ, որ տոկոսային առումով միգուցե նույն չափով է, ինչ որ 10 տարի առաջ կամ 15 տարի առաջ։ Հարցը ուրիշ տեղ է։ Հարցը նրանում է, որ հիմա պրոյեկտները չափազանց շատ են։ Պահանջարկը մեծ է, ըստ այդ պահանջարկի նաև առաջանում է խնդիր նոր մարդիկ ներգրավելու, նոր մասնագետներ ներգրավելու։ Սա է այս պահին ոլորտի խնդիրը։ Դե չէ, ընկալումը, թե կարճաժամկետ, թե երկարաժամկետ, նույն ձև կա ոնց որ 10 տարի կամ 15 տարի առաջ էր։ Մարդիկ 10 տարի առաջ էլ, ես կարամ խոսամ մեր թիմի մասին, հա։ 10 տարի առաջ էլ մարդիկ ներգրավում էին եւ ունեին հնարավորություն էական աճ ունենալու դիրքային առումով եւ ֆինանսական առումով։ Նույնն էլ հիմա։ Հիմա էլ կան պրոյեկտներ, որտեղ նման բաներ չի ենթադրվում։ Ու դա ես կարծում եմ մեր բիզնես մշակույթի թույլ կողմերից մեկն է։ Ես լավատես եմ, այդ բաները փոխվելու են, բայց դեռևս մնում է այդ ընկալումը, որ ավելի լավ է ծանոթ բարեկամի բանանես, վստահես, հա, ինչ որ վստահելի մարդիկ, ինչ որ բաներ, դավաճանների ու բաների փնտրտուք թիմում եւ այլն, sense նման մոտեցումները դեռևս Հայաստանում մնում են ու այդ միջավայրում իհարկե չի կարա ստեղծագործական ու լուրջ էֆեկտիվ տենց աճ լինել։ Կարամ գլուխ գովամ, որ մեր թիմում տենց բաներ չկան։ Ու մենք այդ հակառակ process-ի մեջ ենք, ոչ թե հակառակվելու նպատակով, այլ էլի էֆեկտիվությունից ելնելով։ Ամենաէֆեկտիվ ճանապարհը դա թիմակիցներին վստահելն է եւ նրանց հնարավորություն տալը ստեղծագործելու։ Իսկ ինչպես եք ընտրում թիմակիցներին։ Ասացիք, որ ձեր թիմում նման մարդիկ չկան, բայց իսկապես կարևոր է եւ դա էլ երևի մեծ հմտություն է ճիշտ թիմակիցներ ընտրելը։ Գուցե ինչ որ ձախողումների, հա, եւ փորձի հիման վրա է ստացվել, բայց առհասարակ ինչպես է կարողանում ֆիլտրել մարդկանց։ Դե ոնց որ մնացած բոլոր process-ները դա էլ անդադար շարունակական սխալվելու ու սովորելու process է։ Հիմա էլ ես չեմ կարող գլուխ գովամ, որ տենց մտածում եմ, որ հիմա անթերի անսխալական մի հատ ինչ որ թիմ է ձևավորվել, չէ՞։ Կարևոր սկզբունքը դե պատկերացնում եք շատ են դիրքերը, տարբեր են դիրքերը ռեստորանում։ Խոհարար, սպասարկող, հյուրընկալ, հեռախոսավար, առաքման օպերատոր, օգնական եւ այլն, շատ դիրքեր կան։ Հիմա ամեն դիրքում իր առանձնահատկություն ունի, բայց եթե փորձենք ընդհանրացնել մի օրինակ սկզբունք, որ կարևոր է ինձ համար, դա մարդկանց պոզիտիվությունն է։ Նախընտրելի է պոզիտիվ մարդուն թեկուզ մի քիչ փորձի պակասով, թեկուզ մի քիչ մասնագիտական ունակությունների հղկելու պահանջով, բայց նման մարդիկ ավելի հեշտ են ներթիմային այդ մթնոլորտը պահպանում։ Հատկապես սպասարկման ոլորտում իրանք շատ ավելի հեշտ են կոնֆլիկտային իրավիճակներից դուրս գալիս, շատ ավելի հեշտ են դրական էմոցիաներ տալիս ու այդ առումով, քանի որ մեր մոտ շեշտադրումը հենց մեր կարգախոսն է շարունակական կատարելագործումը, մեր թիմի կարգախոսն է ու դրա տակ հենց դրված է սխալվելու իրավունքը ու սխալների վրա սովորելու։ Ես, չգիտեմ, մեծամտություն չլինի, բայց ես կարծում եմ ու վստահ եմ, որ պոզիտիվ մարդիկ ավելի հեշտ են սովորում, ավելի հեշտ են հաղթահարում այդ դժվարությունները, չեն ծանրանում, չեն մնում անցյալում եւ այդ մոտեցումը մենք կարեւորում ենք։ Այսինքն մարդը լինի դրական եւ ոլորտն էլ, քանի որ ինքը բավականին արագ է եւ ճկունություն է պահանջում, ենթադրում եմ անընդհատ կարող են ինչ-որ խնդիրներ առաջանալ եւ սպասարկման թիմում եւ սպասարկման թիմը խոհանոցի հետ, եթե աշխատակից ունի պոզիտիվ վերաբերմունք, հարցին լուծում տալը ավելի հեշտ կլինի, հա, այդպես է ստացվում եւ անգամ կարող է լուծվել հարցը չհասնելով օրինակ տնօրենին կամ մենեջերին։ Այսինքն թիմը իր մեջ կձևակերպվի եւ խնդիրը կկարգավորի, այդպես ասեմ։ Միանշանակ։ Տենց հավակնություններ չունեմ լրիվ ձեռներս լվանալու մի կողմ քաշվելու, իհարկե որպես տնօրեն։ Այս բանը ես օպերացիոն տնօրենն եմ, բայց նաև կարևորում եմ մարդկանց ազատությունը
Եթե մենք ուզում ենք էֆեկտիվություն, եթե մենք ուզում ենք առաջ գնալ, ստեղ պետք է ստեղծագործել։ Կլինի դա ռեստորանային ոլորտում, կլինի դա դպրոցում, կլինի դա, չգիտեմ, շինարարության ոլորտում, որտեղ ուզում է լինի։ Մարդիկ դի կարողանան սխալվել, իրավունք ունենան սխալվել, որովհետև պատրաստի պատասխանները մեզ ոչ մի բան չեն սովորեցնում։ Մենք ամենալավը սովորում ենք սեփական փորձի վրա։ Մենք շատ հաճախ, ես վստահ եմ, նման ոդքասթների ժամանակ, չգիտեմ, այլ հիմա կարծիք ացողները տասնյակ հազարներով կարելի է իրենց արդեն հաշվել, էլի։ Շատ ենք խոսում բանի պատվիրակման մասին, շատ ենք խոսում կառավարման մասին, խորհուրդներ ենք տալիս, բայց ամենակարևոր բանը չենք ասում։ Կամ չգիտենք, ես հուսով եմ ուղղակի չենք ասում, որ վստահել թիմին, դա չի նշանակում թիմին վստահել կատարյալ լինել։ Վստահել թիմին նշանակում է վստահել նրան սխալվել։ Եթե ինչ-որ մենեջեր, ինչ-որ տնօրեն պատրանք ունի, որ վստահում է, ու այդ մարդիկ չեն սխալվելու, հետո անակնկալի է գալիս, երբ որ այդ մարդիկ սխալվեցին, մեղքը իր վիզը։ Ինքը չի կարողանալու գտնել տես կատարյալ թիմ, որտեղ մարդ էակը կատարյալ չի, մարդը զարգանում է, ու զարգանում է առաջին հերթին իր փորձի վրա, սխալվելու վրա։ Սխալները մենք մեր թիմում ընդունում ենք որպես ռեսուրս, դա մեր ոսկին է։ Դա մեր հնարավորությունն է ել ավելի լավը դառնալու։ Ու այս բնության կանոնն է, սա բանի արեգի կանոնը չի։ Բնությունն է տենց զարգանում, էվոլյուցիան է տենց շարժվում առաջ, սխալվելով, սխալները շտկելով, առաջ գնալով, նենց որ ամենակարևոր սկզբունքն է։ Իսկապես վստահությունը շատ կարևոր է, մանավանդ եթե յուրաքանչյուրս մեր վրա որպես մարդ կամ մասնագետ վերցնենք թիմում, երբ որ ես ունեմ վախ, որ իմ սխալվելու արդյունքում ինչ որ բաներ կլինեն, ես գուցե դա չանեմ։ Այսինքն մարդը, եթե վախենում է սխալվելուց, ինքը կարող է չփորձի ծավալվել կամ այդ ձեր ասած ստեղծագործական ջիղը իր մեջ զարգացնել, որովհետև կմտածի, այ սխալվեմ, հեսա տնօրենը, մենեջերը կգան, կդառնա կոնֆլիկտ եւ այլն։ Շարից փորձանքի ծերունը, ինչ ասում են, այդ անեմ ու վերջ, չնայած որ ես գիտեմ օրինակ 4-րդ տարբերակ, որը լավագույնս կաշխատի այս իրավիճակում։ Ու այտենց թիմերը վերածվում են ճահիճների։ Ճահիճն է, որտեղ այն տեղ, որտեղ չկա զարգացում, չկա ստեղծագործական աշխատանք, այդտեղ դեգրադացիան անխուսափելի է։ Առաջընթացի համար պետք է անորոշություն։ Եթե կա անորոշություն, կա սխալ, եթե կա սխալ, պետք է սովորես։ Այս անխուսափելի բան է, այսինքն մենք արհեստական փորձում ենք զսպել տենց բաները, մեզ թվում է թե էֆեկտիվ են եւ այլն, դա հեքիաթներ է, որ վաղուց արդեն պետք է ազատվենք դրանից։ Իսկ ինչ է կարծում, ինչն է պատճառը, որ շատ դեպքերում մարդիկ կարող են ոչ թե չվստահել, որովհետև աշխատակիցը կսխալվի, այլ ուղղակի որոշ դեպքերում ղեկավարը կամ մենեջերը կմտածի, երբ որ իր թիմակցին վստահի ու ինքը մի բան ավելանի, այս դեպքում իր դիրքերը կարող են նահանջեն, այսինքն իր պաշտոնը եւ այլն չի ուզում տա, որ իր աշխատակիցը իրենից օրինակ կարող ինչ-որ դեպքում կամ ինչ-որ գործառույթում ավելի լավը թվա։ Այս խնդիրը կարծում եմ, որ Հայաստանում մենք ամեն դեպքում ունենք, եւ դա բոլոր ոլորտներում, այսինքն միայն ռեստորանային ոլորտը չի, որ այս խնդրին բախվում է։ Այս խնդիրը մարդկություն ունի։ Հայաստանի խնդիրը նորմալ է, որ մարդիկ, որոնք իրենք չեն զարգանում, փորձում են զսպել զարգացողին։ Այս սա մարդկության խնդիրն է։ Միշտ եղել է սա։ Ասում եմ, ոլորտը կապ չունի, որտեղ է եղել։ Մարդիկ միշտ փորձում են կարևոր իրանց գալ, լավը լինել, որոշ մարդիկ դրա համար աշխատանք են տանում, որոշ մարդիկ փորձում են իրենց կողքի աշխատանքը արժեզրկել։ Հիմա տենց է ձևավորել, բայց այդ մարդը, որ անգամ տենց անում է, դի փորձի իրան կողքից նայել, ինչ է ինքը ուզում։ Եթե ուզում է ավելի էֆեկտիվ կազմակերպի իր աշխատանքը, անխուսափելի էլի գալիս ենք ինքնազարգացման։ Եթե դու ուզում ես զարգանաս, ավելի լավ կազմակերպես քո աշխատանքը, դու դա մենակով չես կարող անես։ Դու պետք է վստահես ուժեղ մարդկանց։ Եթե դու վստահելու ես թույլ մարդկանց, քո գործը առաջ չի գնալու։ Հա, միշտ տոփելու եք տեղ։ Հա, իսկ ռիսկը, որ կարող է քեզ գերազանցեն, իհարկե կա։ Կներեք, այդ էլ կանոն է։ Տղա ես դիմացի։ Մենակ տղեկին չեմ ասում, էլի։ Հա։ Այո, մրցակցություն է։ Եթե մենք ընկալում ենք սա մրցակցություն, պետք է կարողանանք այս մրցակցությունը դիմանանք։ Եթե մեր կողքինը լավն է դառնում, մենք էլ պետք է լավը դառնանք։ Կամ կարող է Ու մարդը իդեպ, երբ որ մենք օգնում ենք, որ ինչ որ մեկը լավը դառնա, մենք անխուսափելի լավն ենք դառնում։
զարգանում ենք, սովորում ենք, որտեղ սովորացնելուց էլ մենք սովորում ենք։ Հենց որ այս փիլիսոփայական հարց է, չգիտեմ, նորմալ է որ կա այդ հարցը, բայց այդ արդեն գալիս է ոնց որ տնօրեններից, հատկապես բիզնեսի հիմնադիրներից, նրանք իրականում ամենա բաներն են, հիվանդությունը կրողներն են, այդ արժեքները կրողներն են։ Ինչ արժեք տվեցին, այդ արժեքով էլ գնալու է։ Հիմա ես անհանգստանամ, որ ինչ որ մարդիկ կարող է, իհարկե այդ վտանգը կա, որ ինչ որ մարդիկ կարող է ու շատ ա եղել, գան մեր մոտ փորձ ձեռք բերեն ու գնան օրինակ մրցակցի մոտ։ Այդ մեր ոլորտի անխուսափելի իրողություններից է։ Բայց այդ չի նշանակում, որ ես տենց ավտոմատը ձեռս պետք է նստեմ ու սկսեմ այդ դավաճաններին փնտրել, ովքեր էին դրանք։ Խաչաձև հարցաքննություններ անեն, բաներ անեն, դու կարող ես ինչքան ես մնալու հլստեղ, բա ասենց, չես կա, ֆիզիկապես չես կարա դա վերահսկես։ Այդ տոտալ վերահսկողության ցանկությունն էլ ինքը սպանում է, ստեղծագործում արդեն հիմնադիրների, տնօրենների, որովհետեւ դու սկսում ես վհուկներ փնտրել, դավաճաններ պես, դրա մեջով անցել եմ։ Հա, ու այդտեղ ավելի շատ երևի էներգիա է ծախսվում ինչ որ վերացական բաների վրա եւ ոչ մի արդյունք, օպերացիոն եւ օպտիմալ, հա, արդյունք, որը կփոփոխի թիմը եւ առաջխաղացում։ Ես դրա մեջով անցել եմ, ես ինքս եղել եմ տենց։ Անփորձ լինելու պատճառով եղել եմ տենց, առաջնորդվել եմ այն տնավարի sense բան, հա, ընդունված ինչ որ բաներով, որ եղել է բիզնեսում, մտել եմ, սկսել եմ տենց բաներ, անպատասխանատու մարդիկ փնտրել, դավաճաններ փնտրել, մի տարի, 2 տարի այնքան անպատասխանատու մարդ հանդիպեց ինձ, որ ես հասկացա, որ խնդրեմը իմ մեջ է, այդքան անպատասխանատու մարդ չի կարա լինի։ Այս մի փոքր երկրում։ Իսկ այդտեղ ինչ մոտեցում փոխվեց։ Ինչը փոխվեց, որ հասկացաք, որ այդպես պետք է։ Ֆունդամենտալ մոտեցումը, որ կառավարումը ու մենեջմենթը դա սիստեմի մասին չի, դա մարդկանց մասին է։ Մարդիկ են, ռոբոտներ չեն։ Դու չես կարող որոշումդ կայացնես, հրապարակես այդ որոշումը ու տենց ոտդ գցած նստես սպասես, որ այդ որոշումը իդեալական կայացվելու է, կարմիր գրիչը ձեռդ էլ սպասես։ Հենց մեկը սխալվեց, 1 սխալ, 2 սխալ, 3 սխալ գնացիր։ 1 սխալ, 2 սխալ, 3 սխալ գնացիր։ Տենց չի լինում։ Նախ պետք է դու կառավարումով զբաղվես, եթե ինչ-որ բան ասում ես, անընդհատ պետք է ասես։ Որպես ասում եմ, հիմնադիր դու պարտավոր ես դա անես։ Այսինքն դու դա եթե չանես, դու քո գործը գոյություն չունի, դու ես այդ արժեքի տարածողը։ Երկրորդը, ցանկացած սխալ, ինչ եմ ասում, սխալը մեր ռեսուրսն է։ Պետք է ստիպի նայել սիստեմի մեջ առաջին հերթին, ոչ թե մարդու աչքերին։ Դու ինչի մոռացար ես պատվերը, դու ոնց կա, երկրորդ անգամ, երրորդ անգամ ես սիստեմի մեջ նայի։ Խեն այդ մարդիկ մոռանում։ Գուցե ինչ որ բան է պակասում։ Գուցե պետք է ընդհանրապես այդ պլանշետ առնել տալ իրանց կամ, չգիտեմ, այդ բլոկնոտ, հա, որ գրեն պատվերը, ընդհանրապես։ Այնինչ մենք ընկնում ենք, սկսում ենք կիբորգներ ման գալ, որոնք ոչ մի բան չեն մոռանում, ամենապատասխանատուներն են, երթվյալ տենց ինչ որ բան, նվիրյալներ են, գործին եւ չկան տենց մարդիկ, չի լինում տենց։ Դե գուցե այդպես է միտքը գալիս, որովհետև երբ որ քո նախաձեռնությունն է, ձեռներեց ես եւ ունես բիզնես, դու իրեն փայփայում ես, ուրիշ կերպ ես վերաբերվում իրեն, ու երբ որ աշխատող ես ընթանում, տպավորությունն է, որ ինքն էլ պետքա վերաբերվի այնպես եւ սիրի այնպես, ինչպես դու ես սիրում։ Բնականաբար, չէ, մոտիվը པարզ է։ Բնականաբար մենք ցավում ենք, հոգ ենք տանում, ու իրականում որպես գործարար էլ, որպես բիզնեսմեն էլ դու ես որ իրավունք ունես սխալվես։ Ուզում ես տենց մենեջմենտ արա, ուզում ես արդյունավետ, իրավունքը քոնն է, դու քո կաշով ու վզով ես պատասխան տալիս։ Ինչ ուզում ես արա։ Ուղղակի հետո մի նվնվա, մի լացի, որ քո մոտ չստացվեց։ Էս ամբողջ խնդիրը։ Իհարկե մարդիկ այդ իրավունքը ունեն։ Հիմա ասենք մեր երեխեն որ սկսում է քայլել ու սկսում է անգնել, ոչ ենք ձեռներ ոտներ կապում, կպցնում մահճակալին, ասում չշարժվես որ չընկնես։ Թողնում ենք շարժվի ընկնի բանանի, չէ՞։ Միջև որ հմտանք։ Նույնն էլ մեր բիզնեսն է։ Չպետք է ձեռ ոտ կապես, ես չընկնող երեխա եմ ուզում։ Չկա տենց երեխա, չէ՞, պետք է ծնվի, քայլել սովորի, քո բիզնեսն է։ Քո թիմակիցն է, պետք է սովորի։ Այդ process-ը չի կանգնում։ Տենց պատրանքել պետք չի ունենալ, չի կարելի ունենալ, ու կա այդ խնդիրը, որ մարդիկ սպասում են կամ ինչ որ պահի գալիս են մի եզրահանգման, ու ստացվեց, վերջ։ Մեր մոտ մենեջմենթը կայացավ, բիզնեսը կայացավ, վերջ, ես դուրս եմ գալիս։ Կամ սպասում են այն պահին, երբ է կայանալու, չի գալու այդ պահը։ Կամ եթե քո կարծիքով եկավ այդ պահը, դա քո վերջն է։ Այդտեղից սկսվում է ոչնչացումն ու քայքայումը։
Որտեվ չկա այդ բան, կյանքը ինչքան շարունակում է, այդքան դու սովորում ես, այդքան պետք է զարգանաս, այդքան պետք է կատարելագործվես։ Ստացվում է, որ անընդհատ պետք է հետ նայել, սխալները վերանայել, հասկանալ ինչ պետք է անել, ինչ պետք չի չանել եւ ինչ նորություններ պետք է մտցնել գործի մեջ, որ գործը առաջ գնա եւ ոչ թե տուժի։ Ես մի հատ վիդեո եմ տեսել ձեզնից, որը իմ համար շատ տպավորիչ է եղել, երբ որ դուք խոսում էիք ձեր հայտնիության, հա, այսպես ասած ճանաչելիության մասին այս պահին եւ ասում էիք, որ դա մենակ նրանով չի, որ հիմա դուք օրինակ մտածում եք, որ ես վիդեոներ եմ անում եւ կարող եմ համարել ինձ հայտնի, այլ դուք ձեզ ավելի լավ եք զգացել այն ժամանակ, եթե ճիշտ եմ հիշում 10 տարի առաջ, երբ որ ֆինանսական լուրջ խնդրի առաջ է կանգնել եւ թիմի հետ այդ մասին շատ բաց խոսելով ու առաջարկելով, որ յուրաքանչյուրը կարող է շարունակել իր ճանապարհը, օրինակ այլ գործ գտնել, թիմը մնացել է ձեր կողքին անգամ այն իրավիճակում, երբ որ ինքը կարող է աշխատավարձ չստանալ։ Այս ամեն ինչը ինչպես է ստացվել, ես հասկանում եմ, որ այստեղ էլի վստահության եւ անկեղծության հարց կա, բայց ավելի մարդկայնորեն եթե մոտենանք, վստահաբար մարդկանց մի շարք այլ բաներ է պահել ձեր կողքին, որ մնացել են եւ ձեր հետ հաղթահարել են այդ սիտուացիան, ինչպես է ստացվել։ Իրականում ես այդ դրվագում շատ ավելի խորքային հարցի մասին եմ խոսում, որը մի քիչ դե պարզ է, այդ կես րոպեանոց ռիլի մեջ կարա այդքան չհասկացվի։ Այստեղ ամենակարևորը, եթե մենք խոսում ենք հաջողության մասին, գնահատելու համակարգն է։ Այստեղ մենք պետք է հասկանանք, ոնց ենք դա գնահատում, ոնց է մեզ ձեռ տալիս իրականում, որ գնահատվի։ Մենք ենք որոշում, հաջողակ ենք մենք, թե չէ։ Ինչ եմ ես խոսում հրապարակայնության մասին։ Որովհետև այդ հարցը առաջանում այն ժամանակ, երբ որ դու հրապարակային ես, այսինքն եթե դու հրապարակային ես, քեզ հանդիսատեսն է, դիտողն է, լսարանն է գնահատում։ Այնինչ մեզ որպես մարդ ես կարծում եմ, կներեք այս պնդման համար, որ մեզ պետք է հետաքրքիր լինի մեր ներքին գնահատական, որովհետև մենք չենք կարա տեսանելի հաջողակ լինենք։ Մենք չենք կարա հաջողակ լինենք մենակ ելույթ ունենալուց կամ չգիտեմ Instagram-ով հաց ուտելուց։ Մենք եթե ես հաջողակ եմ, եւ իմ մասին խոսեմ, եթե ես պիտի հաջողակ լինեմ ընտանիքում, ես պիտի հաջողակ լինեմ իմ առողջության գործում, ես պիտի հաջողակ լինեմ երեխաների դաստիարակության գործում, ես պիտի հաջողակ լինեմ իմ սիրելի զբաղմունքում, ես պիտի հաջողակ լինեմ իմ գործում եւ այլն եւ այլն։ Այսինքն հաջողակությունը միայնակ չի լինում, ասում եմ իմ համեստ կարծիքով։ Իսկ ինչ վերաբերվում է կողքի գնահատականին, ապա այդ գնահատականը մեզ որպես անհատ բացարձակ պետք չէ հետաքրքրի, եթե մենք ուզում ենք էֆեկտիվ լինենք։ Այդ գնահատականը թող տան սերունդները, եթե կտան։ Եթե մենք այնքան ինչ որ բան կունենանք արած, թող մեր կյանքից հետո այդ գնահատակը, քանի դու կաս, քանի դու կենթանի ես, մտածի ներկայիդ մասին։ Մի բավարարվի անցյալով, մի բավարարվի անցյալում տրված քեզ գնահատականներով։ Այդ ինչ որ խոսում է բիզնեսում դադար վերցնելու որսու, հեսա հասել եմ, այդ վտանգի մասին եմ խոսում։ Անձնական։ Սա բիզնեսում շատ կարևոր է, սա ես կարծում եմ բիզնեսում գործարարի հիմնական կռիվներից է։ Ինքդ քո հետ կռիվը, որ հանգած չհանգստանաս, հանգած չբավարարվես։ Այն նրանով ինչը որ դու անցյալում ես արել, որտեղ այն ինչ որ դու անցյալում ես արել, հա գովելի է։ Բայց եթե դու ես դրանով բավարարվում կամ կոչ անում մարդկանց դրանով բավարար, դու դառնում ես թանգարան։ Որտեղ կարելի է գալ, հիանալ, ծափ տալ, նայել, բայց վերջացավ, դու թանգարան ես։ Դու ներկա չունես, դու ապագա չունես։ Իսկ եթե դու ուզում ես ներկա ու ապագա ունենալ, անցյալը մոռացի, կապ չունի ինչ ես արել։ Կարող է ով ես դու ներկայում ինչ ես անում։ Այս ներքին սովը կարծում եմ գործարարը պետք է պահպանի, որպեսզի կարողանա առաջ գնալ։ Որտեղ այդ տեսանկյունից օրինակ մենք շատ ենք խոսում, ինչպես սկսեցիք, ինչպես եղավ սկիզբը, հա, ասենց գործի ոնց եղավ, ոնց սկսեցիք, ոնց առաջի միլիոնը աշխատեցիք կամ ինչ որ ասենց հարցեր, բայց իրականում ամենաանկարևոր հարցն է դա։ Եթե մենք խոսում ենք մեծ հաջողությունների մասին, ամենաանկարևոր, գիտեք ինչի։ Ինչու՞։ Որովհետև ամենահեշտն է սկզբում հասնել այդ բաներին, հաջողությանը, որովհետև մեր բնազդային պահանջներն են այդտեղ աշխատում։ Մեզ փող է պետք, մենք սոված ենք, չգիտեմ, մենք ուզում ենք անվտանգ լինել մեր ընտանիքի առաջնային բաները, այդ մեզ այնքան էներգիա է տալիս, որ մենք ասենք ամենայն հավանականությամբ մեր մոտ ստացվելու է։
Այդ գործարարի խնդրեմը սկսվում է այն ժամանակ, երբ որ այդ փուլը անցել ես։ Դու պետք է ամեն օր արթնանաս ու մոտիվացիա գտնես առաջ շարժվելու։ Հանուն ինչի գնաս։ Բնազդային սաղ բաները ապահոված է։ Ամենալուրջ կռիվը գործարարը ունի այդ ժամանակ։ Ու իրականում լավ ընկերությունները ստեղծվում են այդ բնազդային զգացմունքների հիման վրա։ Հանճարեղները ստեղծվում են այս երկրորդ փուլում։ Եթե գործարարը կարողանում է այս փուլը անցնել, գտնել նոր մոտիվացիա, ոչ բնազդային, ու անընդհատ ամեն օր գնալ, զարգանալ, իր բիզնեսը զարգացնել, իրեն զարգացնել եւ այլն։ Իսկ այդտեղ չի հետաքրքրում, բա վերջի հատվածը, հա, վերջը որտեղ է, ինքը այսինքն անսահման շարունակվող process է, որպես այդպեսին ստացվում է վերջ չունի։ Դե այս կյանքում ամեն ինչ վերջ ունի, բայց ես կարծում եմ, եթե երազել, ապա երազել շատ ամբիցիոզ։ Եթե երազել, եթե ստեղծել ինչ-որ բան, դու պետք է ստեղծես մի բան, որը գերազանցելու է քո կյանքը։ Քո կյանքը դա շատ փոճուրիկ նշանակություն պետք է ունենա։ Եվ եթե նայենք հանճարեղ ընկերությունները, բոլորը գերազանցել են իրենց սեփականատերերի կամ հիմնադիրների կյանքը։ Ինչի մենք դա սահմանափակենք։ Ինչի առաստաղ դնենք։ Եթե մարդկությունը այդ առաստաղը դնելով զբաղված էր, մենք այսօր արհեստական բանականության դարաշրջանում չէինք ապրի։ Հաստատ։ Հա։ Եթե երազել, ապա անսահման։ Իսկ ինչպես մոտիվացնել թիմին, որ իրենք էլ ոնց որ այդ կրակով լցված լինեն ու երազեն, եթե անգամ դա իրենց երազանքների գործը չի, որ էս պահին անում են։ Ամեն անկյունում խոսալ հետները։ Բռնացրեք, խոսացեք։ Ինչքան կարաք շփվեք։ Իհարկե, ծավալմանը զուգահեռ դա գնալով ավելի բարթանում է, բայց ձեր ֆիզիկական հնարավորությունների սահմաններում դուք պարտավոր եք անընդհատ ձեր երազանքների մասին խոսել։ Անկեղծություն շատ կարևոր է, թե վտանգների դեպքում, թե դրական սցենարների դեպքում։ Մարդիկ պետք է իմանան ինչ գին են վճարելու ձեր որոշման համար։ Պետք է անկեղծ լինել։ Կամ ինչ հնարավորություններ ունեն ստանալու ձեր որոշումների կամ ձեր երազանքների հետևանքով։ Եթե այս անկեղծ մթնոլորտն է, այստեղ բաները, խնդիրները շատ քիչ են, որտեղ չկան ընկերություններ առանց խնդիրների, չկան ընկերություններ առանց անորոշությունների, բայց երբ որ դա բան է, տենց ինչ որ բաց թեմա է, հա, ազատ խոսացվող թեմա է, այդտեղ արդարության մթնոլորտ հեշտ է կառուցել։ Հա, աշխատակիցները միշտ գործի մեջ երևի ունենում են պահեր, երբ որ իրենց թվում է, որ մի բան այն չի գնում, բայց լինում են դեպքեր, որ մտածում են, որ իրենց խնդիրը, եթե անգամ այդտեղ խնդիր չկա կամ իրենց անձնականն է, գործի մեջ ոչ մեկին հետաքրքիր չի։ Գնամ տնօրենին ասեմ, որ ինչ օրինակ, բայց եթե այդ բաց դուրը կա, որ կարող է գալ օրինակ ասել, չգիտեմ, ունեմ ես ինչ խնդիրը թիմի ներսում, թիմից դուրս, արդեն բավականին իր տրամադրությունը վստահաբար են, որ խոսում ենք պոզիտիվի մասին, այդտեղ պոզիտիվը երևի սկսվում է, որովհետև մարդը գոնե ասել է, որ պրոբլեմ ունի ու որ ասում է իրան իր խնդրի հետ մենակ չի զգում։ Դա շատ կարևոր է։ Ինքը իրականում 100%-անոց կառավարելի process չի, ասում եմ, թե հիմնադրի, թե տնօրենի ֆիզիկական, հա, հնարավորությունների մասին պետք է խոսանք առնվազն, որ մարդը պետք է հասցնի այդ ամեն ինչը, բայց դա պետք է նաև պատվիրակվի։ Դու պետք է այնքան այդ տարիների ընթացքում նաև մենեջերական այդ թիմին օրինակ այդ ամեն ինչը փոխանցես, որ իրեն կարողանան գոնե ինչ որ մասով սկսեն փոխանցել այդ հիվանդությունը այլ ուղղություններով եւ այլն, այսինքն մենակ դու չես այդ բարձրախոսը։ Սկզբից մենակ դու ես, հետո քարոզում ես, հետո վարակում ես։ Այո, մնացած ղեկավար կազմն է, այս անդադար շարունակական process է, որ պետք է անի։ Իսկ մենեջերների հետ աշխատանքը ինչպիսին է, որովհետև սպասարկող թիմը ինքը բավականին հա ծանր գրաֆիկով է օրինակ աշխատում, կախված ռեստորանի զբաղվածությունից, եւ այդ պիկի տակ կարող է ինչ որ խնդիրներ առաջանան, թեկուզ խնդիր չլինի, ուղղակի մարդը լարված լինի, նյարդային լինի, խոհանոցի հետ
կառաջանա խնդիր, մենեջերին այստեղ ինչպես եք մենեջերներին բացատրում, ինչպես վարվել սպասարկող թիմի հետ, որովհետև իրենք առաջին մարդիկ են, ովքեր շփվում են հաճախորդի հետ եւ հաճախորդն էլ այդ ամեն ինչից է կախված, ինչպիսի տրամարությամբ դուրս կգա ռեստորանից, կարող է գալ վատ տրամարությամբ դուրս գալ լավ տրամարությամբ եւ հակառակը արդեն կախված թե այնտեղ ինչպես իրեն կսպասարկեն։ Դե իրականում մենեջերների համար էլ հատկապես ովքեր նոր են օրինակ միանում մեր թիմին կամ վերջին տարիներին են միանում մեր թիմին, շատ կարևոր է միանգամից փոխանցել այդ սխալվելու թույլատրելիության մասին ինֆորմացիան։ Որտեղ եթե վստահեցնում եմ ձեզ, եթե այդ ինֆորմացիան չկա, մարդիկ արդեն 99% դեպքերում սահմանափակված գալիս են ուղղակի ձևական աշխատանք կատարելու։ Ու ոչ իրանց մեղավորությամբ մեծամասամբ, որովհետև նախկին գործատուները իրանց ասել են էսա։ Քառակուսու մեջ են օրինակ դրել։ Հələ չխոսամ ավելի վատ բաների մասին, որ ամենակարևորը տնօրենին սպասարկելն է, ամենակարևորը տնօրենի աչքին լավ երևալն է եւ այլն։ Այս մատ ուրիշ հիվանդություն է, սրա մասին ընդհանրապես բանը, որ խոսանք կարող ժամերով խոսանք էլ։ Այսինքն առաջին մեսեջը որ գալիս է, որ սխալների համար մեր մոտ չեն գնդակարում, կախաղան չեն բարձրացնում, ոչ մի պատիժ չկա։ Սխալը դա հնարավորություն է։ Առաջին հերթին մենեջերի համար եւ նույնը ինքը պետք է բարձրախոսով փոխանցի թիմին։ Չպետք է զսպի խոսքը, չպետք է զսպի խնդիրների մասին խոսալը, այլ հակառակը պետք է դրանք հավաքագրի, որովհետեւ մակրուհին իրավունք ունի ընտրելու թե ինչ ավելով ավլի։ Այս կարևոր սկզբունքա, որ մեր թիմում կա, ու սա վերաբերում է բոլոր։ Այսինքն ամեն մեկը իր գործում ինքը իրավունք ունի հասկանալ իրեն ինչն է հարմար։ Ոչ թե նրա համար, որ դա արդար է, կամ չգիտեմ, մենք այդքան բարի ենք, որովհետև դա էֆեկտիվ է։ Որովհետև այդ մարդն է ամեն օր այդ աշխատանքով զբաղվում։ Լավագույնը ինքն է տիրապետում ամենամութ անկյուններին այդ ամենօրյա։ Ինչ ուզում ես եղի, ինչ հանճար ուզում ես եղի, որպես տնօրեն, որպես մեր։ Դու չես տիրապետելու այդ բաները։ Բացառվում է։ Ստե է շատ կարևոր վստահությունը։ Խորհրդակցել, շփվել, այդ ինֆորմացիան հավաքագրել, այդ ինֆորմացիայի հիման վրա որոշումներ կայացնել։ Ասենք մենեջերների կարևոր գործառույթն է այդ բանը նպաստել, որպեսզի թիմը ստեղծագործական աշխատանքը պահպանի, կոնֆլիկտներից իհարկե խուսափելը, հա, ներթիմային, այս շատ կարևոր ուղղություն է, ու ես կարամ գլուխ գովամ, որ մեր մոտ դա գրեթե իսպար բացակայում է, հա, ի տարբերություն օրինակ չգիտեմ 10 տարի առաջվա, 7 տարի առաջվա։ Ու իհարկե առաջնորդությունը, որովհետև ոչ պակաս կարևոր է իրանց առաջնորդելու ունակությունը, իրանց ոգեշնչելու ունակությունը, թիմի հետ շփվելու, ոգևորելու, ոչ միայն սխալներ փնտրող դասատուի կարգավիճակ։ Լինում են իհարկե, ես անձամբ բազմաթիվ դեպքերի հանդիպել եմ, երբ որ մենեջերը օրինակ սպասարկողից դառնում է մենեջեր թիմում, նույն ռեստորանում օրինակ մատուցողը դառնում է մենեջեր։ Որոշ դեպքերում ինքը որպես մենեջեր շատ լավ կառավարում է թիմը, այսինքն այդտեղ կոնֆլիկտ չկա։ Լինում են դեպքեր, երբ որ մարդը արդեն այդ իր դիրքից ելնելով ունենում է կոպիտ ասած ինքնահաստատման խնդիր սպասարկող թիմի թիմակիցների վրա։ Այս դեպքում ինչպես առաջնորդվել, օրինակ նման աշխատակցի հետ զրուցել, բացատրել խնդիրը եւ ինչպես լուծում տալ, թե ստիպված օրինակ իրեն աշխատանքից հեռացնել կամ ասել ու տեղափոխել այլ մի ընկերություն, որտեղ որ ինքը միանգամից կգնա մենեջեր ու այդ կոնֆլիկտը չի լինի սպասարկողի ու մենեջերի միջեւ։ Միանշանակ հեռացնել աշխատանքից։ Միանշանակ։ Որովհետև եթե մարդը ներթիմային կյանքում էփվել է ու այդ հնարավորությունները անցել է ու եկել է այդ շրջան, հա, ու ինքը ցուցադրում է բացառապես ինքնահաստատվելու բան, ցանկություն, հա, այդ է իր մոտիվացիան, այդ ինքը շատ տեղեր ունի դա լավագույնս դրսևորելու, մեր թիմը այդ տեղը չի։ Մեր թիմը այդ տեղը չի։ Այո, ճիշտ է, կան իրավիճակներ, երբ որ մարդուն լիարժեք ճանաչելու համար պետքա դիրքի փոփոխություն։ Եվ այդ իրավիճակների առաջ մենք այո, կարող ենք կանգնել։ Ես կարամ գլուխ գովամ, մեր մոտ տենց բան չկա։ Միասքանչ։ Հա, որովհետև երբ որ մարդը այդ աճ ունենում է, շատ տրամաբանական աճ է ունենում, մենք միջև այդ ենք մարդուն ճանաչում արդեն։
Իսկ հիմա ո՞նց է Հայաստանում կա որոշակի ինստիտուտներ, որտեղ մարդիկ կարող են գնալ եւ սովորել սպասարկում, այդպիսի ինչ որ մտքեր կան, ես անձամբ այդքան շատ չեմ տիրապետում։ Թե միակ հնարավորությունը էլի գործի ընթացքում սովորելն է ռեստորանից ռեստորան գնալը եւ այդպես որպես մասնագետ Ցավոք, հմտանալն է։ այս պահին ռեստորանում սովորելը ակտուալ է մնում ավելի, քան ինչ որ բաներ, տրեյնինգներ, հա, ինչ որ ուսումնական հաստատություններ հաստատելը ամենայն հարգանքով բոլոր ուսումնական այդ ակադեմիական բաների նկատմամբ, որ այսօր Հայաստանում կան սպասարկման ուղղությամբ, բայց դրանք կամ չափազանց ժամանակավրեպ են, կամ առանց փորձի կարելի ասել ոչինչ են։ Նենց որ անկախ այդ բազային կրթությունից, որ մարդիկ ունեն, մենք շատ դեպքերում հնարավորություն տալիս ենք հենց մեզ մոտ սովորելու եւ այդ աճը ունենալու։ Դա կարող լինի ամիսների ընթացքում, դա կարող լինի տարիների ընթացքում, այսինքն չգիտեմ, օգնականը մատուցողի դառնա մատուցող, մատուցողը դառնա մենեջեր, մենեջերը դառնա տնօրեն, սա ինչքան աճի, այդքան էլ սովորելու բանը, process է, ու ես կարծում եմ Հայաստանում այդ ակտուալ է։ Չնայած ժամանակակից աշխարհում երևի ամբողջ աշխարհում է դա ակտուալ։ Փորձի հիման վրա։ Փորձը, այո։ Հա, ու այնտեղ ես ոնց Դե իհարկե հասկանում կներեք, կան դիրքեր, որտեղ տենց չես կարա բազային ինչ որ բաներ չուզես, հա, չգիտեմ, ֆինանսական ուղղություն օրինակ ռեստորանում չես կարա տենց սկստակի ասես արի, տենց սովորենք իրար ռեստորանում հետ, չի։ չէ, բաներ կան, նույն շեֆ-խոհարարի դիրքը դա համ փորձ պետք է լինի, համ ակադեմիական բազային ինչ որ գիտելիքներ պետք է լինեն։ Չնայած չեմ բացառում ինքնուսներին, բայց Ավելի հազվադեպ։ ինքնուրույն ուսուցումը ես հավասարացնում եմ այս դարում բանին, ակադեմիականին, եթե ճիշտ ուղղությունով է մարդը այդ ամեն ինչ անում։ Հա, այդ կարևոր է ու մենք մի անգամ էլ ենք այս թեմայով զրուցել, որոշակի կարծրատիպեր կան ոլորտի հետ կապված, այդ ես անձամբ իմ մտածողության վրա եմ զգացել, որ ինձ թվացել է, որ մատուցողը որոշակի ժամանակով օրինակ մատուցող աշխատում, կարող է ինքը իր կյանքի 2 տարին, որովհետև ինչ որ ծախսեր ունի փակելու, օրինակ ուսանող է եւ այլն եւ այլն, եւ հետո մտածել եմ, որ կրթության, հա, կրթական ցենզի տեսանկյունից գուցե իրենք որոշակիորեն զիջում են, բայց ես անձամբ հանդիպել եմ մարդկանց ու ինձ էլ մի պատմություն պատմեցին, որ մատուցողը ամեն օր սովորում է, օտար լեզուներ է սովորում, որ հաճախորդների հետ կարողանա ավելի լավ շփվել, կոմունիկացվել, գաղափար ունենա տարբեր ոլորտների մասին, օրինակ բանկի աշխատող գա բանկային ոլորտից կարողանա խոսել եւ այլն եւ այլն։ Դրա համար այս փոփոխությունները ենթադրում են, որ արդեն ոլորտում բավական դրական, հա, կողմով են գնում եւ ձեզ մոտ այդ ինչպես է։ Այդ եւս մեկ ապացույց է ձեր ասած օրինակը, որ ամեն դիրքում, ամեն աշխատանքում հնարավորություն կա զարգանալու։ Սա իհարկե խառնվածքի հարց է, բայց ոչ պակաս կարևոր է նաև միջավայրը, որտեղ մենք այդ հնարավորությունը կամ տալիս ենք կամ չէ։ Այսօր այո, Հայաստանում ավելի շատ են ընկերություններ, ես կարծում եմ, որ տալիս են այդ հնարավորությունները մարդկանց զարգանալու, այդ ինքնակրթվելու, զարգանալու եւ այդ զարգացման արդյունքները արագ տեսնելու։ Իսկ մարքեթինգը հիմա դուք ավելի լավ կասեք, բայց ճանաչելիության համար շատ կարևոր է ռեստորանի ճանաչելիության եւ առհասարակ ոլորտը որպես ճանաչելիություն մարքեթինգային գործիքներ օգտագործելը ու ժամանակակից տենդենսներով գնալը։ Ձեզ մոտ այդ միտքը ոնց առաջացավ, երբ որ պահից հասկացաք, որ պետքա օրինակ թեկուզ այն վիդեո կոնտենտը, որ հիմա անում եւ զարգացնում եք, որ դա լավագույնս կներկայացնի ձեր ռեստորանը։ Դե գիտեք, ամբողջ գործունեության ընթացքում քեզ ամեն ամիս թվում է, թե դու գտել ես լավագույն գործիքը։ Նենց չէ որ դու բան ես, գիտես որ վատագույններով գնում ես, բայց հոպ, հեսա էսի լավագույնն եմ օգտագործելու, չէ՞։ Այստեղ բանը կարևորը գործելն է։ Կարևորը process-ի մեջ լինելն է ու փորձեր անելն է, նույն սխալվելու, փորձ ձեռք բերելու սկզբունքով։ Ու այն ինչ որ հիմա օրինակ մեր մոտ տեսանելին է, դա ընդհանրապես համաշխարհային տենդենսներին հետևելու արդյունք է։ Առանց որևէ ինչ որ նոր բան հորինելու, առանց
նոր մարքեթինգային ինչ որ բան հայտնագործելու, ուղղություն հայտնագործելու, մենք կոպիտ չենք, բայց կրկնօրինակել ենք համաշխարհային տենդենսը բիզնեսների հրապարակայնացման դիջիտալիզացիայի, հա, ոնց է կոչվում, ու կարծում եմ հաջողել ենք։ Ես չէի սպասում նման արդյունքի, ես գիտեի, որ կարևոր է, պետք է անել, մենք կոնկրետ ստրատեգիայով ենք առաջ շարժվել, դրա տակ ընկած եղել թե մեր մենյուի փոփոխությունը, թե բիզնես մոդելի փոփոխությունը, թե գնային քաղաքականության վերանայումը եւ այդ ամեն ինչը մարքեթինգով, ագրեսիվ մարքեթինգով ներկայացնելը, բայց նման արդյունք չենք ակնկալ։ Գիտեինք, որ ճիշտ է, որովհետեւ մեզ այդ ժամանակ պետք էր 3 բան լուծել. ճանաչելիություն, ուշադրություն գրավելով, վստահելիություն։ Լավագույն լուծումը իմ կարծիքով բանն էր, այդ իմ կերպարով խոսելը, որովհետև դու ուզում ես ճանաչես այն մարդուն, ումից ինչ որ բան ես առնում, կամ ավելի հավանական է, որ դու կառնես այն մարդուց, ում ճանաչում ես։ Սա աշխատում է սոցիալական ցանցերում։ Պլյուս դրան պրոդուկտի հասանելիությունը ցույց տալը, որովհետև դա ուրիշ բան է, որ դու նկար ես տեղադրում, ուրիշ բան է, որ դու այդ պրոդուկտը այս տեղում փորձում ես, վիզուալ դա հասանելիություն բան է ցույց տալիս, ինքը ավելի ցանկալի է դարձնում պրոդուկտը։ Երկրորդը, եթե դու սեփականատիրոջ դեմքով ես պրոդուկտը ներկայացնում, դա ավելի բարձր վստահելիություն է առաջացնում, դու ոնց որ երթում ուտես, ասես լավն է, եկեք։ Ու դա իսկապես տենց է, մարդը հասկանում է, որ դու քո վզով ես պատասխան տալիս, անձամբ ես պատասխան տալիս որակի համար, համի համար եւ այլն, եւ դա վստահելիության այլ մակարդակ է բերում։ Ու քանի որ ես կարծում եմ մենք առաջինն էինք, որ տենց ագրեսիվ ձևով սկսեցինք մարքեթինգը, բավականին մեծ ուշադրություն գրավեցինք, որը պահպանվում է մինչև հիմա ու պահպանվելու է երկար։ Որ ձևաչափը ոնց որ արդեն լինի ու այդ ձևաչափի տակ առաջինը իմ կարծիքով ձեզ են պատկերացնում, եթե անգամ այլ ռեստորաններ կամ այլ մարդիկ ուղակի նստեն եւ ուտեն, առաջինը պատկերացնում են ձեզ։ Հա, միանշանակ տենց է, այդ առաջինի էֆեկտն է, որ աշխատել է մեր լոկալ բանում առաջինի էֆեկտն է, բայց դա չպետք է արխայնացնի օրինակ, չպետք է քեզ թվա, որ վերջ դու բանս արդեն ով ինչ գովազդի, ստացվել է որ քո գովազդն է, պետք չի։ Նենց որ ամենամեծ խնդիրը, որ հիմա մենք ունենք ու բոլոր բիզնեսները ունեն, դա ժամանակակից տենդենսներին հետևելն է, սովորելու համար բաց մնալն է, միշտ նոր բաներ փորձարկելն է, այս անկախ նրանից ինչ փուլում ես, ինչ հաջողության աստիճան ունի բիզնեսդ, այս որակները միշտ ակտուալ են գործարարի համար կարծում։ Որպես մեր զրույցի եզրափակում, ինչ խորհուրդներ կարող ենք տալ գործարարներին, քանի որ դուք էլ նշեցիք, գործ ունենք մարդկանց հետ եւ առաջնային բիզնեսը առաջ մղելու համար էլի մարդիկ են կարեւոր, ինչպես շփվել մարդկանց հետ, լավ շփվել, ճիշտ շփվել, որ մարդիկ երկար մնան, սիրով մնան եւ վստահ եմ, որ ինչքան հաճույքով է մարդը ընկերությունում աշխատում, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ ընկերությունը այդ մարդուն զուգահեռ կաճի։ Ինչ խորհուրդներ տան գործարարներին եւ նաեւ ինչ խորհուրդներ տանք այն մարդկանց, ովքեր աշխատանք են փնտրում, ուզում են ռեալիզացվեն, ուզում են գործ անեն, սիրելով գործ անեն, ինչ առաջարկենք իրենց։ 2026 թվականին պետք է հասկանալ, որ ցանկացած մասնագիտություն վտանգված է այլևս տեխնոլոգիական զարգացմամբ։ Կամ այդ մասնագիտությունը անհասկանալի է երբ, կարծես չկար ժամանակում, կարա պետք չգա այլևս մարդու կողմից իրականացվող մասնագիտությունը, կամ այդ մասնագիտությունը պետք է համեմված լինի, շատ կարևոր է, ժամանակակից տեխնոլոգիաներով։ Ու սրա համար չափազանց կարևոր է, որ նորից նույն սկզբունքը, որ մենք մեր խոսակցության սկզբից ստանում ենք, սովորելու ունակությունը պահպանել, չարխայնանալ, չհամարել, որ մենք ամեն ինչ գիտենք։ Սա բան է, ինքնասպանություն է այս դարում։ Միշտ բաց լինել սովորելու։
չփորձել հասկանալ ինչա տեղի ունենում, էս էլ է կարևոր, որովհետև մենք չենք հասկանալու ինչա տեղի ունենում, սա տոտալ անորոշություն է, մենք պետքա գործենք, այստեղ կարևոր է գործողությունը, դուք կարող եք ամբողջ ձեր կյանքը ծախսեք նրա վրա, որ փորձեք հասկանալ ինչա տեղի ունենում, Եվ տեղից չշարժվեք։ տեղից չշարժվեք, որովհետև ամենակարևորը, թե դուք ինչ եք անում, որովհետև ձեր իմացածը չափվում է ձեր արածով, կապ չունի ինչքան լավ գիտեք, ինչքան իդեալական եք տիրապետում ամեն ինչին, ոնց է պետք գործ անել կամ ոնց է պետք էս բանը մասնագիտությունով աշխատել, կապ չունի դա, ոնց գիտեք, կարևորը ոնց եք անում, մի քիչ վատ արեք, մի քիչ թերի արեք, սխալվեք, մի վախեցեք սխալվելուց, սովորեք այդ սխալի վրա, սա սխալվելու դարն է, սխալվելու դա խիտ, մարդկությունը միշտ է սխալվելու սխալների վրա սովորել, բայց հիմա մենք շատ ավելի հաճախ պետք է պարտավոր ենք ակտուալ մնալու համար եւ մրցակցելու համար բաների հետ, բարձր տեխնոլոգիաների հետ, մենք պարտավոր ենք ավելի հաճախ սխալվել, ավելի հաճախ ռիսկի գնալ, թե գործարարները, թե աշխատողները։ Ռիսկը ամենակարևորն է, այո, ռիսկ բոլորս ունենք, այդ ռիսկ ունենք, բայց պիտի գիտակցենք, որ այդ ռիսկի գոյությամբ հանդերձ մենք պետքա գնանք ու գործողություններ իրականացնենք։ Այս չափազանց կարևոր է։ Գործարարներն էլ թող դուխները տեղ լինի։ Շարունակեք։ Լավ ալելու ամեն ինչ։ Դե բանը իրականում անկախ նրանից սխալվում են այդ մարդիկ, չեն սխալվում, մենք լավ սխալվում ենք, չեն սխալվում, ինչ են մոտեցումները, Բայց լավ հեշտ է չի։ դեպքում մենք էլ լավ չեն չեց։ Այդ մարդիկ հերոսներ են։ Այդ մարդիկ հերոսներ են, անգամ իրանց սխալվելով։ Մարդիկ գործում են սեփական անձը, սեփական երջանկությունը, սեփական առողջությունը երբեմն ռիսկի տակ են դնում ու փորձում են ինչ-որ բան ստեղծել։ Նենց որ իրանք էլ ունեն սխալ։ Հիմա մենք խոսում ենք, որ թիմը ունի սխալվելու իրավունք, բայց առաջին հերթին սխալվելու իրավունք ունեն այն մարդիկ, ովքեր իրանց կյանքն են դնում զոհասեղանին։ Իրանց կաշին են դնում զոհասեղանին։ Իհարկե, այս ինչ որ մենք խոսում ենք էֆեկտիվության մասին։ Ամեն մարդ իր գործի պատասխանատուն է։ Կներեք, այդ սխալի ամենամեծ վճարը տալու է հենց գործարարը։ Մենեջմենթում կսխալվի, արտադրական process-ում կսխալվի, product ստեղծելուց կսխալվի, ամենամեծ գինը վճարելու է գործարարը։ Այս որ ամենամեծ իրավունքը ինքը ունի վերջի վերջո։ Ուղղակի մենք հիմա ինչ որ խոսում ենք ավելի էֆեկտիվի մասին։ Ինչի եմ ես խոսում, որովհետև ես կարծում եմ, որ ավելի հաճելի է ու ավելի էֆեկտիվ է գործունեություն ծավալել այն միջավայրում, որտեղ բոլորը շատ ավելի էֆեկտիվ են, հա, ավելի շատ է հնարավոր փող աշխատել։ Այո։ Գործարարի բանն էլ նպատակն էլ է դա, ծավալվել, փող աշխատել, իսկ այդ միջավայրը նպաստում է դրան։ Այդ մարդիկ դասիրակելու են սերունդ, որոնք ավելի էֆեկտիվ են աշխատելու, հա։ Հետո ես այն մարդն եմ, որը արդեն պետք է մտածի, օրինակ իր երեխան ինչ միջավայրում է մեծանալու, կրթվելու, սովորելու, Սոցիալական որոշակի բիզնես ծավալելու, հա, դրա համար շատ կարևոր է նաև որ գործարարները իրենց փորձով կիսվեն։ Ինչ որ մի հատ փուճուրիկ հատիկ ներդրում ունենան սերունդի զարգացման, մոտիվացիայի գործում, որտեղ իսկապես շատ արժեքավոր փորձ է։ Ու իդեպ ամենաարժեքավոր փորձը դա սխալների փորձն է։ Այս սովորությունն էլ մենք պարտավոր ենք անել։ Բանը սխալը ամոթալի երևույթ ընկալելը, ամաչելը, որ սխալվել ենք, ամաչելը, որ սննկացել ենք, դա ամոթալի չի, դա մեծագույն արժեք է։ Դրա մասին պետք է խոսալ, դրա մասին պետք է կիսվել, որպեսզի հաջորդները կարողանան խուսափել դրանից։ Եվ բացի այդ չմտածեմ, որ շատ սահուն ամեն ինչ գնում է եւ այդ ճանապարհին խորթուբորտություններ չեն լինելու։ Եթե մենք այս դարում պետք է մտածենք, բան ինչ որ սահուն ջերմոցային պայմաններում ապրելու մասին, կներեք, այս ինչ հեքիաթներ է, այս մենք որ դարում ենք ապրում, որ այդպես բաներ էլի մտածենք, կապ չունի ինչ տարիքում, ժողովուրդ, եկեք իսկական տարիք ենք։ Կյանքը իր դժվարություններով, կյանքը ուզում ես հաղթարի, չես ուզում մի հաղթարի, ամեն ինչ քո ձեռն է։ Բայց ոչ մեկի վրա ոչ բան արա, մեղավորություն գցի, սա քո ձեռների մեջ է։ Սա քո ձեռների մեջ է։ Սխալվի, սխալի վրա սովորի, սխալից սարսափած մի վազի։ Ստրես է լինում, չգիտեմ ինչ որ վատ բան է լինում, մի սարսափի, մի ասա, այս ինչ եղավ, մի վազի հոկեբանի մոտ, ամենայն հարգանքով հոկեբանների նկատմամբ, բայց այդ բանը այդ իզուր չի տրված էլի բնության կողմից մեզ։
Այդ վախի զգացումը, տագնապը, դա հենց անենց չի տված մեզ։ Դա մեզ տված է, որ մենք բարձունքներ գրավենք։ Դա մեզ տված է, որ մենք մեր կյանքը պաշտպանենք։ Դա մեզ տված է, որ մենք, չգիտեմ, աշխարհ գրավենք։ Գործարարությունը լավագույնն է այդ օգտագործում, դա մոտիվացվելու, առաջ գնալու համար։ Նենց որ փախնել տենց բաներից, հավասար որ ասում եմ ինքնասպանության, չապրելուն։ Կարանք հրաժարվենք սիրուց, չենք կարա, չէ՞, դա էմոցիա է, չէ՞։ Նույնն էլ է դա, ինչի ենք մենք հրաժարվում վախից։ Օգտագործեք վախը։ Օգտագործեք ձեր սխալները սովորելու համար։ Հերիքա հեքիաթներով ապրեք։ Տենց։ Շնորհակալություն շատ Արեգ ջան, այս շատ հետաքրքիր զրույցի եւ էմոցիոնալ զրույցի համար, որը վստահաբար մարդկանց պետք է շատ։ Դուք դիտում եք Jobcast-ը, եթե ունեք հարցեր, կարող եք գրել մեկնաբանությունների դաշտում։